Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք դիզայներ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Նարնի նորաձևության տան հիմնադիր Նարինե Հարությունյանի հետ։ Բարի երեկո սիրելի Նարինե, համեցեք, բարև ձեզ, համեցեք։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Նմանապես։ Շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ եմ ձեզ տեսնել շատ գեղեցիկ է, Նարնի նորաձևության տան արտադրությունն է։ Միշտ ձեր արտադրանքն եք կրում, ձեր բրենդը։ Միշտ այո։ Ինչու։ Իմ կարծիքով դիզայները անպայման պիտի կրի իր արտադրած զգեստերը, որովհետև դա շատ միացված է այդ ներքին աշխարհի հետ, այդ կոնցեպցիան բրենդի։ Փաստորեն ոչ միայն գովազդ է, այլ ներքին աշխարհի այո, այո, միացությունը։ Նարինե, Նարնի բրենդը արդեն հայտնի է դարձել նաև հայաստանյան սպառողին եւ օրեցօր ավելի շատ տարածվում է, բայց արտադրության հեղինակը, նորաձևության տան հիմնադիր Նարինե Հարությունյանը դեռ շատ համեստորեն լռում է, շատ ակտիվ չէ, հարցազրույցներ շատ չի տալիս եւ ես այսօր փորձելու եմ մեր այս հարցազրույցի շրջանակներում մի քիչ ձեզ բացահայտել սիրելի Նարինե, որ մեր հայաստանցի կանայք նույնպես իմանան ով է Նարինե Հարությունյանը եւ ինչով է տարբերվում Նարնի բրենդը մնացած այլ բրենդերից, ինչ որ մեզ հայտնի է եղել մինչ այսօր։ Բայց պետք է խնդրեմ, որ մի հատ ներկայանաք ձեր կենսագրությունը մի փոքր պատմեք Նարինե ջան, որ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողի համար։ Լույզա ջան, ասեմ, որ շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ ուրախ եմ այսօր գտնվել ձեր տաղավարում։ Սիրով։ Եվ նախ ասեմ, որ այսօր ինձ համար շատ հուզիչ հարցազրույց է, որովհետև սա կլինի իմ առաջին հայերեն հարցազրույցը։ Կեցեք դուք, բայց կարևորը կլինի Նարինե ջան։ Բայց ոչ այն պատճառով, որ ընդհանրապես չէի խոսում հայերեն, լինելով արմատներով շահումյանցի Ռուսաստանում մեծացած, մեր ընտանիքում ընդունված էր պահպանել բարբառը, որը ինձ համար շատ քաղցր է, հնչում, շատ հարազատ է եւ շատ սիրում եմ մեր բարբառը, ինչպես նաեւ բոլոր մեր լեզվի բարբառները եւ վստահ եմ, որ դա մեր ազգի, մեր լեզվի մեծ հարստությունն է։ Էնպես որ գրական լեզվին նոր եմ տիրապետում եւ այսօր կփորձեմ խոսել։ Բայց կարևորը, որ ես իմ տաղավարում ունեցա եւս մեկ արցախցի արմատներով տաղանդավոր հյուր, ով պահպանել է Արցախի բարբառը եւ դա ինձ համար անձամբ շատ կարևոր է Նարինե ջան։ Շնորհակալ եմ Լույզա ջան, այո, արմատներով շահումյանցի եմ հայրիկի կողմից, մայրիկիս արմատները Վանից են, բայց նրա մեծերը պապերը ցեղասպանության տարիներին տեղափոխվեցին նորից Շահումյան, իսկ ես եղել եմ 2 ամսական երեխա, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ Մեծացել եմ Կրասնոդար քաղաքում, որտեղ ավարտեցի դպրոցը եւ համալսարանը, Կուբանի պետական համալսարանի ճարտարապետության եւ դիզայնի ֆակուլտետի հագուստի բաժինն եմ ավարտել։ Հագուստի դիզայն։ Այո, եւ ավարտելուց հետո տեղափոխվեցի Մոսկվա, որտեղ ապրեցի մոտ 14 տարի եւ կարող եմ ասել, որ Մոսկվայում եմ ձևավորվել որպես մասնագետ։ Եվ առաջին տարիներին, քանի որ փորձ չունեի եւ այդ տարիներին ոչ թե զարգացած չէին, այլ ընդհանրապես չկային սոցիալական ցանցերը, այո, ինձ ֆիզիկապես տարածք հարդակ էր պետք, որտեղ ես որպես երիտասարդ դիզայներ կարող եմ ներկայացնել իմ աշխատանքը, փորձ ձեռք բերել եւ իհարկե ուսումնասիրել, թե ինչպես է աշխատում այդ մեծ նորաձևության աշխարհի ներքին խոհանոցը։ Այո։ Այդ պատճառով առաջի տարիներին Մոսկվայում աշխատեցի տարբեր նորաձևության ընկերություններում որպես հրավիրյալ դիզայներ եւ զուգահեռ երեկոյան աշխատանքից հետո կարում էի իմ սեփական հավաքածուները մասնակցեցի բազմաթիվ նորաձևության երիտասարդ դիզայներների մրցույթներին Ռուսաստանում եւ Եվրոպայում Եվ արդեն եկավ պահը, հասկացա, որ փորձ ունեմ եւ արդեն մի փոքրիկ բյուջե եմ հավաքել, որոշեցի, որ պահն է եկել բացել իմ սեփական ստուդիան, նստեցի, հաշվեցի եւ հասկացա, որ Մոսկվայում չեմ կարող բացել, շատ թանկարժեք է։ Եվ որոշեցի ապրելով Մոսկվայում բացել ստուդիան Կրասնոդարում եւ հետագայում պարզվեց, որ դա շատ ճիշտ քայլ էր, որովհետեւ Մոսկվայում գտնվող բրենդերը հաճախ ձգտում են քաղաքից դուրս հանել իրենց արտադրամասները, քանի որ դա տնտեսության տեսակետից ավելի ճիշտ է
Այդպես սկսեցինք աշխատել, զարգանալ, սկսեցինք համագործակցել Ռուսաստանում տարբեր քաղաքներում մուլտիբրենդային խանութների հետ։ Դարձանք տարբեր նորաձևության շաբաթների մասնակից, այն ժամանակ Ռուսաստանում ամեն մարզում, ամեն մեծ քաղաքում կար իր սեփական նորաձևության շաբաթը, լավ կազմակերպված։ Հետո դարձանք Հայաստանի եւ Վրաստանի նորաձևության շաբաթների մասնակից, բացեցինք մեր սեփական խանութը Մոսկվայում, շոուրումը, որը 20 թվականին պանդեմիայի պատճառով, պանդեմիայի ժամանակ տեղափոխեցինք Կրասնոդար, նա հիմա միացված է գործարանի հետ։ Փորձում ենք աշխատել եւ ասեմ, որ հիմա արդեն թեկուզ մենք շարունակում ենք լինել ռուսական բրենդ եւ մեր հաճախորդը հիմնականում Ռուսաստանում է, արդեն 2 տարի Հայաստանում նորաձևության պալատի անդամներն ենք եւ հայ գոլեգաների հետ մասնակցում ենք տարբեր նախագծերի, Միլանում մասնակցում ենք ցուցահանդեսների եւ ասեմ, որ 2 շաբաթ առաջ ստացել ենք հրավեր մեր բրենդի համար Միլանից, որը երեք հաստատեցինք եւ պատրաստվում ենք նորից հունիսի վերջին մասնակցել Միլանում ցուցահանդեսին։ Ես ինչքան գիտեմ, դուք նաեւ Ռուսաստանի նկարիչների միության անդամ եք, չէ՞։ Այո։ Գիտեք ինչն է հետաքրքիր, այսպիսի երկար հետաքրքիր պատմություն նախ ստացվում է, բացի լավ դիզայներ լինելուց, փաստորեն լավ բիզնես հաշվարկներ եք ունեցել, որտեղ ստեղծել արտադրությունը, որտեղ ավելի ուրիշ տարբերակությունների ուղղակի սովորել եմ process-ի ընթացքում։ Նարն է Յան ազգանունը ձեզ խանգարեց Ռուսաստանում, թե օգնեց։ Այ ասում եք որպես մասնագետ կայացել եմ եւ ի վերջո նաեւ որպես մարդ էլ ձևավորվել եք Ռուսաստանի Դաշնությունում։ Երբևիցե մտածել եք, եթե Հայաստանում լինեիք ու այդ ամեն ինչը ձևավորվեր Հայաստանում, ինչ որ բաներ ավելի հեշտ կլինեին, թե դժվար, այնտեղ խանգարել է ինչ որ բան։ Ոչ մի բան չի խանգարել, ես շատ ներդաշնակ եմ ինձ զգացել Ռուսաստանում, այդպես խնդիրներ չեմ ունեցել։ Նանե ջան, ու կարևոր բան, ասում եք 2 ամսեկան եմ եղել, երբ արդեն հայրենիքից, Արցախից տեղափոխվել եք Կրասնոդար, բայց ասում եք սիրում եմ մեր լեզուն, սիրում եմ բարբառը, խոսում եմ այդ բարբառով։ Ով է եղել հիմնական, այսպես ասած, պատճառը, որ Նարինե Հարությունյանը 2 ամսեկան երեխան չի խոսում, հետո նրա հետ ինչ լեզվով խոսես, նա կխոսի այդ լեզվով։ Ինչպես ստացվեց, որ բարբառը արցախյան ձեզ համար դարձավ ամենասիրելի լեզու։ Հայրիկի շնորհիվ եւ մեր շրջապատի շնորհիվ, որովհետեւ մենք միշտ շփվում էինք, մեր հարազատները միշտ մեզ հետ էին եւ մենք միշտ տունը լսում էինք բարբառը, երբ հայրիկս հասկացավ, որ երեխաները կորցնում են լեզուն, մոտ 4-5 տարեկան է, հիշում եմ այդ պահը, հայրիկս այսպես խաղի ձևով օրենք էր հորինել, որ անպայման ով մտնում է տուն, պիտի խոսա բարբառով, իսկ դրսում ոնց ուզում եք։ Ու այդպես մնաց։ Այդպես մնաց։ Հիմա դուք ձեր շրջապատում արցախցի մեր հայրենակիցների հետ խոսում եք այդ բարբառով։ Միայն բարբառով եւ տունը խոսում ենք բարբառով, այո։ Նարն է լավ, Ռուսաստան, ռուսաստանյան շուկա, Նարնի բրենդ, ինչու Նարնի, նախ սկսենք այդտեղից եւ ռուս սպառողին դա ինչ են սկզբում մտածում, դա ինչ անվանում է։ Պատմեմ սկզբից, որ բրենդը իմ մանկական երազանքն էր։ Ես միշտ նկարում էի տիկնիկների համար, հագուստ էի կարում այդ դասական պատմություններ, բայց շատ լավ եմ հիշում այդ որոշման պահը։ 4 թե 5 տարեկան էի եւ նկատեցի, որ հեռուստացույցով նորաձևության ցուցադրություն էին ներկայացնում եւ հստակ չեմ կարող ասել, թե որ բրենդի հավաքածուն էր, բայց հիշելով տարին, հիշելով բարձր կարակուլից գլխարկները, լայն ուսերը, մոդելների շարժումները, կարծում եմ, որ դա Վիչեսլավ Զայցևի հավաքածուն էր եւ շատ լավ եմ հիշում այն զգացողությունը, որ ես կանգնած եմ էկրանի դեմ եւ ես ուզում եմ լինել այնտեղ։ Հատկապես այն պահերին, երբ ցույց էին տալիս backstage-ը, այդ աշխատանքային process-ը վերջնական գրավեց ինձ եւ ես արդեն իմ ընտանիքում բոլորին ասում էի, որ ապակա պատրաստվում եմ դառնալ մոդելավորող եւ քանի որ ընտանիքում ես ունեի երկրորդ անունը Չարլի, եղբայրս չգիտեմ ինչու ինձ կապում էր Չարլի Չապլինի կերպարի հետ ու իրականում դա դարձել էր իմ երկրորդ անունը։ Մենք տունը միշտ ասում ենք, որ ապագայում կլինի
նորաձևության տուն, որը կկոչվի Չարլի, բայց իհարկե հետո հասկացանք, որ դա ներդաշնակ չէ, համահունչ չէ մեր բրենդի հետ։ Իսկ Նարնին, որը շատերը կապում են հայտնի Խրոնիկի Նարնիի կինոֆիլմի հետ, ուղղակի կապ չունենք այդ թեկուզ գեղեցիկ հեքիաթի հետ, Նարնին իմ անվան կարճ տեսակներից մեկն է։ Շատ վաղուց իմ ընկերուհիները սկսեցին ինձ անվանել Նարնի, եւ երբ ժամանակը եկավ, այո, բրենդի համար անուն ընտրել, ընկերուհիներից հետ որոշեցինք, քննարկեցինք, որ կանացի հագուստի բրենդի համար վատ չէ հնչում։ Այո։ Նարնե, լավ, դուք որոշեցիք դառնալ դիզայներ, ստացաք պրոֆեսիոնալ լավ կրթություն, բայց հիմա Ռուսաստան, ռուսաստանյան շուկա, անծայրածիր երկիր, միշտ միլիոնավոր տուրիստներ, ինչ էր մտածում Նարինե Հարությունյանը, ինչ պետք է ասի այդ բրենդը, որ տարբերվի մնացած այն բոլորից, ինչ արդեն կա նորաձևության աշխարհում, եւ իսկապես, եթե այսօր արդեն 1 տասնյակից ավել տարի է անցել, չէ, ինչ ստեղծել եք, երբ որ գնահատական եք տալիս ու եթե փորձեք օբյեկտիվ գնահատական տալ, ինչ է ասում այսօր Նարնի բրենդը, ինչի մասին է, ինչ ունի, ինչը չունեն մնացած այլ բրենդերը։ Նարնի բրենդը կանացիության մասին է, եւ կինը մեզ մոտ գալիս է առաջին հերթին էլեգանտության համար եւ զգեստների համար, որովհետեւ թեկուզ մենք արտադրում ենք շատ տարբեր ապրանքներ, մեր հավաքածուների հիմքը զգեստն է։ Առօրյա, կոկտեյլ, երեկոյան եւ այլն։ Եվ իհարկե մենք ունենք, ինչպես բոլոր բրենդերը, առանձնահատկություններ, օրինակ, յուրաքանչյուր հավաքածուի համար ես ստեղծում եմ գործվածքներ։ Այսինքն ամեն հավաքածուի համար ստեղծում են նոր մշակված զարդեր, նախշեր, որոնք տպում ենք եւ այդ գործվածքներից արդեն հավաքում ենք հավաքածուները։ Նարնե, այնտեղ, երբ որ արդեն ներկայացնում եք ձեր արտադրությունը, միշտ մտածել եք հայկականության մասին եւ որ արտադրանքը իր մեջ ինչ որ հայկական տարեր կրի, թե եղել են պահեր, որ ուղակի եղել են կանանցի զգեստներ, որովհետեւ կարծում եմ, որ անպայման պետք է խոսեք, որ այսօր Նարնի բրենդը ունի մի այնպիսի հավաքածու, որ իսկապես հայուհու, հայկականության եւ նույնիսկ կարելի ասել հայկական մշակույթի մասին է։ Այո, հայկական թեմայի շուրջ առաջին անգամ փորձել եմ աշխատել ուսանողական տարիներին։ Իմ դիպլոմի հավաքածուն էր նվիրված հայկական պարերին եւ տարազներին եւ փորձում էի այդ կերպարները ժամանակակից դարձնել, ոճավորել եւ տեղավորել նորաձև հագուստի մեջ, բայց այդ ժամանակ հնարավորություն չունեի այցելել հայրենիք եւ այն ժամանակ համացանցում շատ քիչ էր ինֆորմացիան, բայց շատ էի ուզում փորձել աշխատել գոնե այն աղքատ նյութերի հետ, որոնք այդ ժամանակ ունեի, իսկ հետո միշտ մտածում էի, որ անպայման ապագայում պիտի վերադառնամ այդ թեմային, բայց ավելի մեծ փորձով, ավելի լավ պատրաստված եւ ինքս ինձ ասում էի դու կզգաս, երբ դու պատրաստ կլինես եւ երբ նորաձևության աշխարհը բարենպաստ կլինի նմանատիպ էթնիկ ոճով հավաքածուին։ Երբ հասկացա դա 3 տարի առաջ էր, որ արդեն ժամանակն եկել է, սկսեցի աշխատել եւ այդ պահին ծանոթացա Գագիկ Կինոսյանի հետ։ Մոսկվայում էի եւ հրավեր ստացա Պարի փառատոնին որպես ժյուրի անդամ, նա կոչվում է հայորդիկ, հայ խմբեր են մասնակցում եւ այդտեղ ժյուրի անդամներից մեկը նախագահ Գագիկ Կինոսյանն էր։ Ես նրան պատմեցի իմ պրոյեկտի մասին, պատմեցի, որ շուտով ուզում եմ գալ Հայաստան նյութեր հավաքելու, նա շատ աջակցեց իմ գաղափարը եւ շատ արժեքավոր խորհուրդներ տվեց կապված թանգարանների հետ, գրքերի հետ, աղբյուրների հետ եւ ասեմ, որ ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթի եւ արվեստի բոլոր մասերը շատ կապված են իրար հետ, նրանք առանձին չեն ապրում։ Այդ պատճառով այդ մի շաբաթվա ընթացքում եկել էի ընկեր Գինոսյանի սիրողական խմբի պարողների հետ պարզ սովորելու եւ ասեմ, որ բացի նրանից, որ ընկեր Գինոսյանի շնորհիվ իմ առջև բացվեց մի մեծ, գեղեցիկ, անսահման անչափ մեր պար արվեստի ժառանգությունը եւ մշակույթը,
ես պարող մարդ էի եւ Ռուսաստանում պարում էի խմբում, որտեղ մենք ուսումնասիրում ենք տարբեր ազգերի բառեր, նաեւ հայկական, բայց ես այդ պահին հասկացա, որ այդ բառերը պսևդո հայկական էին, այսինքն ես ճանաչեցի իսկական հայկականը եւ ավելն ասեմ, ընկեր Գինոսյանը դարձավ ինձ համար ուղեկցույց դեպի հայու ինքնաճանաչման գաղափարախոսության աշխարհը։ Երբ սկսեցի ուսումնասիրել մեր ազգի հսկայական ժառանգությունը, հասկացա, որ դա անհուն աղբյուր է եւ ես կարող եմ գաղափարներ վերցնել այդտեղից ամբողջ իմ կյանքում, բայց կոնկրետ այդ պահին պիտի որոշեմ, թե ինչն եմ հիմա վերցնում ինձ հետ այս հավաքածուի համար եւ որոշեցի, որ դրանք կլինեն մեր գորգերի զարդանախշերը եւ տառերը։ Աշխատանքից նպատակն էր իմ ազգի ժառանգությունը թանգարանից դուրս հանել, նրան նոր շունչ ու կյանք տալ եւ անպայման ոչավորել, իհարկե ժամանակակից դարձնել, մշակել եւ ստեղծել այնպիսի հագուստ նորաձև, բայց իմաստով, որը ժամանակակից կինը ցանկություն կունենա հագնել։ Եվ մենք գիտենք, որ մեր այբուբենը աղոթք է եւ մենք գիտենք, որ մեր գորգերի նախշերը շատ խոր իմաստներ են կրում եւ եթե վերցնում ենք այդ աղոթքը եւ այդ իմաստները եւ տեղափոխում ենք հագուստի վրա, փաստորեն հագուստը դառնում է պաշտպանիչ ամուլետ։ Եվ դա շատ ոգեշնչ է։ Խաչքարներին երբեք չեն կրկնվում։ Գորգերի եւ խաչքարների զարդանախշը։ Այո։ Դա շատ ոգեշնչեց ինձ եւ արդեն երկրորդ հավաքածուն ենք ներկայացրել, կատարել այդ թեմայով եւ ապագայում իհարկե շարունակելու ենք։ Կեցեք, Նարինե ջան, ինչ հետաքրքիր պատմություն էր եւ ինչքան հայկականությամբ։ Շնորհակալ եմ եւ ասեմ, որ այդ հավաքածուները ներկայացրել ենք համ Մոսկվայում, համ Երևանում, համ Միլանում եւ հիմա նորից հունիսին հայկական հավաքածուն է մասնակցելու։ Այսինքն դրսի սպառողը նան է, ռուս կանայք, այլ երկրներում հետաքրքրություն ունեն այն հագուստի նկատմամբ, որի վրա գորգի զարդանախշեր են հայկական Դա ինձ համար շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է դա։ Թե մեր հաճախորդը, որը միայն ռուս չէ իհարկե, Ռուսաստանում շատ տարբեր ազգեր են ապրում։ Ասեմ, որ ստատիստիկայով ավելի շատ այսօրվա դրությամբ այդ հավաքածուն գնել են ռուս կանայք։ Բայց այդ գորգերի զարդանախշերով, տառերով այո, եւ եթե ես հնարավորություն ունեմ աշխատել նրանց հետ շոուրումում, ես միշտ իրենց բացատրում եմ։ Այդ է ուզում հարցրել, եկավ տեսավ հավանեց ռուս կինը կամ արտասահմանցին, ասում է շատ լավ է, շատ գեղեցիկ է, բայց էս ինչ է։ Ինչպես է ներկայացնում։ Հիանում են, ես միշտ պատմում եմ, հիանում են, իրենք նույնիսկ չեն նկատում, որ դա մեր այբուբենն է, որ դա տառեր են։ Հենց առաջին հայացքից իրենց համար դա ինչ-որ գեոմետրիկ հետաքրքիր ժամանակակից օրնամենտ է, որովհետև իրականում մեր գորգերի զարդանախշերը շատ գեղեցիկ են։ Բայց շփվելու ընթացքում սկսում եմ բացատրել, որ սա արևախաչ է, սա նշանակում է սա մեր վիշապն է, նա իմաստ է կրում եւ տեսնում եմ ոնց են հիանում, տեսնում եմ, որ իրենց համար դա շատ հետաքրքիր է։ Նարինե, ասեցիք որոշ ժամանակ ստեղ եկա Գագիկ Գինոսյանի մոտ պարի գնացի, ինչ նպատակ էիք հետապնդում, որ պարի միջոցով ավելի մոտենաք այն ամենին, ինչ ուզում եք հետո ստանաք հագուստի վրա։ Իհարկե, որովհետև ինչպես ասացի, բոլոր մշակույթի արվեստի մասերը շատ կապված են եւ երբ ես նյութեր էի հավաքում, դա միայն գորգերը չէին, դա արխիտեկտուրան էր, դա մատենադարաններ, իհարկե, դա ամբողջ այն հայկականներ, որը ես չէի ճանաչում, որովհետև ես իհարկե հայրի մեջ եմ մեծացել, ես ինձ օտար երկրում չեմ զգացել, բայց այն ինչը իսկական հայկականն է, մշակույթը, ես չեմ տեսել, ես այստեղ եմ դա ինձ համար բացել։ Լավ, Նարինե Հարությունյանը գալիս էր պարբերաբար Հայաստան, վերցնում էր այդ հայկականությունը, բայց միևնույն է նոր գաղափարներով մեկնում էր Ռուսաստան, որովհետև իր կյանքը, աշխատանքը, Նարնի նորաձևության տունը, խանութը, արտադրությունը, այդ ամեն ինչը Ռուսաստանի Դաշնությունում էր։ Վերջին տարիներին Նարինե Հարությունյանը Հայաստանում է եւ կարծես թե սկսել է այլ կյանք
Հիմա սկսենք այդտեղից։ Ինչ պատահեց, իհարկե շատ լավ է, Նարինե ջան, որ արդեն դուք ոչ միայն հյուրընկալվում եք Հայաստանում, այլ նաև համարվում եք Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ։ Ինչը նպաստեց այդ ամենին։ Տեղափոխվելու պատճառը ամուսնությունն էր։ Երբ 2 տարի առաջ Երևանի նորաձևության շաբաթից հետո որոշեցի ամռան ամիսները ապրել, անցկացնել հայրենիքում, այցելել տարբեր տեղեր, քաղաքներ, որտեղ ես չեմ եղել, այդպես ստացվեց, որ իմ մեկնելուց մի քանի օր առաջ շատ պատահական ծանոթացա իմ ամուսնու հետ, բայց մենք մանկուց ծանոթ էինք, ուղղակի շատ փոքր ենք եղել եւ չենք հիշում միմյանց։ Նախկինում մենք հարևանների երեխաներ էինք եւ մեր հայրիկները ավելի քան 30 տարի ընկերներ էին։ Այսինքն ամուսնու արմատներն էլ են Արցախից։ Այո։ Եվ շփվեցինք, պարզվեց, որ նույն ազգանունը ունենք եւ գոլեգաներ ենք։ Իմ ամուսինն էլ է նորաձևության ոլորտում աշխատում, նա տղամարդկանց հագուստի Duel Arte բրենդի հիմնադիրն է, բարձր մակարդակի մասնագետ է։ Անունը ասեք ամուսնու մի հատ։ Արտուր Հարությունյան։ Ահա։ Եվ շուտով հայտնվեցի հայրենիքում որպես ամուսնացած կին եւ Հայաստանի քաղաքացի։ Շուտ կայացրեցիք այդ որոշումը։ 3 ամիս անցավ ընդամենը։ 3 ամիս։ Ակեցե Արտուր Հարությունյանը, այնպես արեց, բայց դուք միանգամից տենց աշխատանքը, բրենդը, արտադրությունը ինչ եք մտածում, ինչպես դա պիտի տեղի ունենա, թե արդեն ամեն ինչի պրոցեսում դասավորեցի, որովհետև ուրիշ տարբերակ չունեի։ Հիմա ամեն ինչ աշխատում է Ռուսաստանում, ես անընդհատ գնում գալիս եմ եւ on-line ֆորմատն է մեզ իհարկե շատ օգնում, այնպես որ հիմա փորձում ենք զարգացնել բրենդը Հայաստանում, Երևանում արդեն ներկայացված են մեր հավաքածուները, նմուշները եւ արդեն հաճախ կատարում ենք պատվերներ նաեւ Հայաստանի համար։ Նարինե, եթե ազնիվ լինեք, ինչ փոխվեց ձեր կյանքում Հայաստան տեղափոխվելուց հետո։ Բնականաբար շատ լավ է ամուսնություն, սեր, ընտանիք, բայց ի վերջո կայացած մարդ եք եղել եւ նորից եմ կրկնում, կայացել եք մի այլ երկրում, ապրել եք մի քիչ ուրիշ ձևով, այլ բարքերով, այլ ճշգրտությամբ, այլ կարգապահությամբ, մարդկանց միգուցե այլ տեսակի հետ եք շփվել։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, Նարինե ջան, ինչ որ դժվարություններ կան, բաներ եղավ, որ պետք է հաղթահարել կամ հաղթահարում եք, ինչպես է դա տեղի ունենում։ Ազնիվ լինեմ, այո, իհարկե դժվարություններ կան, մենտալիտետի հետ կապված այն իրավիճակից, որ իմ բիզնեսը հիմա ուրիշ երկրում է եւ դա մեծ դժվարություններ է բերում, բայց հիմա հնարավորություն չունենք։ Իհարկե, ամեն աշխատող բիզնեսը չեն փակում, կարող ենք ստեղծել ֆիլիալ, բայց փակելը իհարկե սխալ է։ Դա է երևի դժվարությունները, իսկ մնացածում իմ ընտանիքը, իմ ամուսինը աջակցում է ինձ եւ ես տենց որևէ մեծ դժվարություններ չեմ տեսնում։ Իսկ կյանքի կենցաղի առումով ի վերջո դուք ինչ հասկացաք, Նարինե Հարությունյանը որ երկրում պիտի ապրեր։ Որ երկրի համար էր ստեղծված։ Հայրենիքի մասին է հարցը։ Ասեմ, որ իմ կյանքում այդպես է ստացվել, որ ես ունեմ 2 տուն, 2 հայրենիք։ Իհարկե իմ առաջին հայրենիքը Շահումյանի շրջանի այն փոքրիկ գյուղն է, որտեղ ես եղել եմ վերջին անգամ 1.5 տարեկան, բայց դա նշանակություն չունի, ես ինձ զգում եմ եւ համարում եմ հայ շահումյանցի։ Բայց իմ կյանքում այդպես է ստացվել, որ Ռուսաստանն էլ է դարձել իմ տունը եւ իմ երկրորդ հայրենիքը, որովհետեւ իմ կյանքը անցել է այդտեղ, ես միշտ ասում եմ, որ ինչպես ունեմ 2 ծնող, ունեմ 2 տուն, 2 երկիր։ Նարինե, մի այսպիսի հարց։ Դուք ասում եք, որ Նարնի բրենդի հիմնականը դա զգեստն է։ Այո։ Ինչը շատ լավ է, Նարինե ջան, շատ ողջունելի է, շատ գեղեցիկ է, ու իսկապես դուք ունեք այնպիսի զգեստներ, որ կինը ուղղակի նայում է, այդպիսի բան կա, չէ՞, կանանց մեջ, օրինակ նայում ես, ասում ես, ես այնպես կկրեի, օրինակ այս զգեստը։ Ձեր զգեստերի պարագայում դա լինում է, օրինակ ես ինքս իմ վրա զգում եմ։ Նարինե 21-րդ դար, բայց երբ փոխվել են կանայք, երբ փոխվել է կանանց հագնվելու ոճը, եւ հիմա մենք ժամանակի հետ հասկանում ենք, որ այդ ոճը ուղղակի չի փոխվել, դա փոխվել է մտածելակերպի հետ, այսինքն մարդը անընդհատ ուզում է անի այն, ինչ իրեն հարմար է, ինչ իրեն կոմֆորտ է,
եւ այն հայտնի արտահայտությունը ռուսերեն что красота требует жертв, քիչ-քիչ ոնց որ հագուստի վրա չի աշխատում։ Այդ զոհաբերությունը միայն հիմա ինչքան ավելի շատ արտահայտված է պլաստիկ վիրահատությունների շրջանում, որ գնան ինչ որ զոհաբերություն անեն, բայց հետո չգիտես արդյունքը ինչպիսի կլինի։ Այսինքն հագուստի մեջ ժամանակակից կինը անընդհատ գնում է դեպի կոմֆորտ զոնա։ Ինձ հարմար է այսպես, հարմար են ջինսեր, այս տիպի տաբատներ եւ այլն, մենք դա տեսնում ենք։ Դուք երբեք մտավախություն չեք ունեցել, բա սա անեմ, ի վերջո սպառողը ով է դառնալու, որովհետև հիմա նույնիսկ եթե փողոցով քայլում ենք, ի վերջո եթե սա զգեստ հագած կին ես տեսնում, եթե դա աչքի համար առաջ սովորական բան էր, հիմա ինձ թվում է նույնիսկ կանայք պիտի մի րոպե սենց կանգնեն ու ասեն, վայ, այս ինչ գեղեցիկ էր, իսկապես զգեստ էր, իսկապես կանանցի էր, իսկապես սենց ամեն ինչ հավաք էր, ինչ որ պատառոտված բաներ չկային տարբեր տեղերից երևացող, վախեր չկային, որ կարող է հետաքրքրությունը քիչ լինի դրան։ Չկային, դուք ամեն ինչ ճիշտ ասացիք եւ կյանքն է փոխվել, կյանքի ռիթմն է փոխվել եւ դա սովորական նորաձևության էվոլյուցիան է։ Բայց կան կղզիներ, էլեգանտության կղզիներ, եւ ես գիտեմ, որ մեր հաճախորդը միշտ կգտնի մեզ, եւ ես ինքս այդպես եմ ապրում, ես կրում եմ մեր զգեստները, ես աշխատում եմ մեր հաճախորդների հետ, ներկայացնում եմ, բացատրում եմ եւ մեր բրենդի շուրջ հավաքվում են այն կանայք, որոնց համար դա հետաքրքիր է, որոնք ուզում են այդպես ապրել եւ կանացի լինել։ Իսկ երիտասարդ աղջիկներին հետաքրքրում է, թե ինչ որ մի կանանց տարիք կա, որ հենց կան եւ շատ հաճախորդներ ունենք մայրիկ եւ դուստր, որ միասին են գալիս։ Ինչ հետաքրքիր է։ Նաև մի հարց պետք է տամ, որպեսզի անկեղծ լինենք նաև մեր հեռուստադիտողի հաճախ, հատկապես հայ դիզայներների հետ զրույցում այդ հարցը, ինչպես ասում են, միշտ ջրի երես գալիս կանգնում է, որ արտադրության գինը եւ հաճախ մարդիկ բողոքում են, որ լավ է, գեղեցիկ է, բայց մերն է ու շատ շատերին հասանելի չէ։ Նարնի բրենդի գնային քաղաքականությունը այսօր Նարնե ջան, դուք ինչպես եք գնահատում։ Ինչ շերտերի է դա հասու։ Հատուկ ինչ որ շերտ կա, որ միայն կարող է օգտվել, թե ի վերջո արտադրությունը տարբեր է, ինքը տարբեր տեսակի զգեստներ է առաջարկում եւ ընտրությունը մեծ է։ Ոչ, նորաձևության աշխարհում կան շերտեր, կան սեգմենտներ եւ մենք գտնվում ենք պրեմիում սեգմենտում, որովհետեւ մենք ստանում ենք որակ, բարձրավորակ զգեստներ ենք, հագուստ ենք արտադրում, որովհետև մենք աշխատում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հետ, որտեղից գործվածքներ ենք բերում, որովհետև մենք ստեղծում ենք մեր գործվածքները եւ տպում ենք նաեւ Իտալիայում եւ դա շատ թանկարժեք process է եւ աշխատանքի հետ կապված գումարներ կան եւ արտադրության բոլոր ծախսերը նաեւ ներգրաված են գնային այդ հարցի մեջ, այո։ Բայց փաստորեն Նարնի բրենդ կրելուց պետք է հասկանամ, որ պրեմիում դասի բրենդ են կրում։ Այո, այդպես է։ Այո։ Նարնե, դուք կարծրատիպեր ունեք եւ ի վերջո եթե անկեղծ լինեք, ապրել եք մի այլ միջավայրում, այնտեղ ձևավորվել են կարծրատիպեր, թե հակառակը կորցրել եք այդ կարծրատիպերը կամ հիմա միգուցե եկել եք ստեղ ու կարող է հակառակը հայկական կյանքն է այնպես անում, որ կարծրատիպեր առաջանան։ Ասեմ, որ երևի ինչպես բոլոր մարդիկ ես էլ ունեի տարբեր կարծրատիպեր, բայց ամբողջ իմ կյանքում աշխատել եմ ինքս իմ վրա, որպեսզի կոտրեմ այդ կարծրատիպերը եւ միշտ ինքս ինձ լսում եմ, եթե նկատում եմ, որ առաջանում է ինչ-որ մի բան, միանգամից բռնում եմ, սկսում եմ աշխատել նրա վրա եւ երևի կարող եմ ասել, որ արդեն չունեմ կարծրատիպեր։ Հիմա չունեք։ Չունեմ։
Հայաստանյան կյանքը չստիպեց կարծրատիպեր ունենալ։ Հաճախ մարդիկ ասում են չկա այնպիսի հայ մարդ, որ կարծրատիպեր չունենա։ Ես կարող եմ ասել, որ ես հայրի մեջ եմ մեծացել եւ Հայաստանի ֆիլիալի մեջ եմ մեծացել։ Դրա համար պատրաստ եմ երևի եւ նոր ինչ որ կարծրատիպեր չեն առաջացել ինձ մոտ։ Նարնե, այս հարցը թող տրիվիալ չթվա, կասեմ, բայց ի վերջո դիզայների այն կնոջ, ով ասում է իմ բրենդը կանացիության մասին է, ես դա պետք է հարցնեմ։ Ի վերջո, եթե Նարնե Հարությունյանը փորձի ձևակերպել հետևյալ միտքը, ինչ է գեղեցկությունը, եւ ոչ թե ըստ նրա ինչ գրված է ինչ որ գրքերում կամ գրողների մոտ ինչ մտքեր կան, այլ Նարինե Հարությունյանի համար գեղեցկությունը ինչ է։ Գեղեցկությունը շատ գեղեցիկ բան է։ Իսկապես գեղեցկությունը շատ գեղեցիկ բան է, ճիշտ է։ Դա ներքին աշխարհի գեղեցկությունն է, իմ կարծիքով, դա կրթությունն է։ Դա պարզապես բարի մարդ լինելն է, շատ կարճ ասեմ։ Իսկ այդ արտաքին տեսքի մասին ասեմ, որ դա շատ տարբեր է, ինչպես ասում են, սուբյեկտիվ է։ Դա սուբյեկտիվ է, այո, բայց ներքին աշխարհն է գեղեցկացնում մարդուն առաջին հերթին իմ կարծիքով։ Նարնե, իսկ մի այսպիսի կարծրատիպ էլ կա, որ կինը այլ կնոջ գեղեցկություն չի տեսնում։ Հիմա դիզայներների դեպքում եւ Նարինե Հարությունյանի դեպքում դուք այլ կանանց մեջ գեղեցկությունը շուտ եք տեսնում։ Օրինակ փողոցով գնում եք, տեսնում եք գեղեցիկը միանգամից ու որ օրինակ մտածեք Երանի այս կինը իմ այս բրենդի այս զգեստը կրեր։ Միշտ ամեն օր տեսնում։ Ես հիանում եմ, ոգեշնչվում եմ եւ իհարկե, քանի որ ես կանանց հետ եմ աշխատում, միշտ նկատում եմ միշտ կոմպլիմենտեր եմ ասում եմ, այո, եւ շատ եմ գնահատում գեղեցկությունը։ Հայաստանյան կյանքում դա ընդունված չի, բայց ոնց որ թե Ռուսաստանում ավելի շատ կա, օրինակ այնպիսի դեպք, որ Նարինե Հարությունյանը կարող է անծանոթ կնոջ ասել, դուք շատ գեղեցիկ եք։ Այո, իհարկե, եւ ասում եմ։ Փողոցում կամ սրճարանում ինչ որ միտեղ կամ ձեր այս զգեստը շատ գեղեցիկ է։ Զգեստի մասին, տեսքի մասին, այո, կարող է եւ ասում եմ։ Ինչպես են արձագանքում դրան։ Մեզ մոտ դա մի քիչ է ընդունված։ Ժպտում են, չէ՞։ Փաստորեն լավը հասկանում եմ, որ լավ է, բայց բացի ժպտալուց պետք է սովորեն իրենք ուրախանում են, շատ լավ է։ Նարինե Հարությունյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, դե պետք է ասենք Հայաստանում հիմա այս պահին։ Ասեմ, սիրել կյանքը, իմ կարծիքով դա ամենահյուրահատուկ տաղանդն է, եւ ես նկատել եմ, որ մարդիկ կան, որ ծնվում են այդ տաղանդով, եւ եթե ավելի կարճ ասեմ, շատ սիրել, շատ աշխատել, շատ սովորել, շատ կարդալ եւ անընդհատ զարգանալ։ Որ կյանքը սիրեն կարծրատիպերել չեն ունենալ։ Իսկապես դա կօգնի ազատվել։ Կյանքը երբ որ մարդ սիրում է, կարծրատիպերից ազատվում է։ Համաձայն եմ։ Հայրենիքը ձեզ համար, Նարինե, ծնող է։ Ինչպես մենք չենք ընտրում ծնողներին, Աստված նրանց տալիս է մեզ եւ ինչպես մենք սիրում ենք եւ փորձում ենք հոգատար լինել մեր ծնողների հանդեպ, նույնպես պիտի հոգատար լինենք եւ սիրենք մեր հայրենիքը։ Նարինե, ըստ մեր հաղորդման ձևաչափի, մենք ունենք եւս մի հնարավորություն, դուք կարող եք ինձ մի հարց ուղղել, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաեւ այդ հնարավորությունը։ Ինձ հետաքրքիր է, որն է ամենատարօրինակ կարծրատիպը, որը լսել եք ձեր տաղավարում հյուրերից։ Նարինե, տարօրինակը չեմ կարող հիմա մտաբերել ասել, բայց քանի որ դուք էստեղ եք եւ մենք շատ նորից խոսեցինք Արցախի եւ
արցախցու արմատների, արցախցու կամային հատկությունների մասին կարող եմ ասել այն կարծրատիպը, որը մի քանի կանանց մոտ կրկնվել է եւ եղել է միատեսակ եւ նույնը։ Դա բոլոր արցախցի կանայք այս տաղավարում ովքեր եղել են, ասել են, որ ունեն թշնամու նկատմամբ եղած կարծրատիպ եւ այդ կարծրատիպը անփոփոխ է, իրենք այդ կարծրատիպը իրենց մեջ կրում են։ Այսինքն մտածում են, որ երբեք թշնամին լավը դառնալ չի կարող։ Այդ կարծրատիպը, այդա կարող եմ ասել, որ մի 5-6 հոգի արցախցի կին առանց իրար լսելու եւ իմանալու բնականաբար տարբեր ժամանակներում տված հարցազրույցներում բոլորը շեշտել են, որ այդ բոլոր կարծրատիպերից ազատված են, բայց այդ մեկը ունեն։ Հետաքրքիր է։ Շնորհակալ եմ, Նարինե ջան։ Ես եմ շատ շնորհակալ։ Նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ եւ ասեմ, որ հեռուստադիտողներ լսի, դուք խոսքի սկզբում ասեցիք, սա իմ առաջին փորձն է հայերեն հարցազրույցի։ Ես ուզում եմ ասեմ, կեցեք դուք։ Ուրեմն իսկապես ձեր ներսում, ձեր արմատներում, ձեր արցախյան այդ պինդ, ամուր եւ տաղանդավոր արմատներում ես հիմա իսկապես այմա հասկանում եմ ինչ կա այդ արցախցիների մեջ, իսկապես այդ կամքի ուժը, որ մի բան եթե որոշել եմ, պետք է անեմ։ Ես պետք է անկեղծ ասեմ եւ հեռուստադիտողը իմանա, որ ինչքան շփվել եմ ձեզ հետ, շփվել եմ բացառապես ռուսերեն եւ անկեղծ մտավախություն ունեի, թե ինչպես պիտի տեղի ունենա այս հարցազրույցը։ Ես ձեզ ասեցի, որ խնդիր է այսօր հայաստանյան հեռուստաընկերությունները մենք իրավունք չունենք ռուսերեն լեզվով հարցազրույցներ վարելու, բայց դուք կեցեք Նարինե, իսկապես դուք շատ օգնեցիք ինձ։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքում իսկապես ձեր գործունեության մեջ հայկականը այսքան շատ լինի, Նարինե ջան, ինչպես որոշեցիք մի քանի օրվա ընթացքում, որ դուք ձեզ պետք է հավաքեք, գաք ու գեղեցիկ գրական հայերենով խոսեք ու մենք այս հարցազրույցը տեղի ունենա, ես ուզում եմ, որ այդ հայկականությունը երբեք ձեր մեջ չնվազի, որ ավելանա, որ իսկապես մենք ամեն մեկս մեր բռնագավառում ենք կարողանում ցույց տալ, ապացուցել մեր սերը առ հայրենիք։ Ձեր բնագավառը այդ աշխարհն է, շատ գեղեցիկ աշխարհ է։ Ձեր ասացի պես շատ գեղեցիկը շատ գեղեցիկ է։ Դա կանանց աշխարհ է, դա հագուստի աշխարհ է, դա իսկապես զգեստի աշխարհ է եւ կանանցիության աշխարհ է, բայց ինձ թվում է, որ հավասարը չի լինի այն կնոջը, ով եւ կանանցի է, եւ ժամանակակից է, եւ հայկական է։ Իսկ ինձ թվում է, որ այսօր Նարնի բրենդը ունի բոլոր այն հնարավորությունները, այն նախադրյալները եւ նորաձևության տան հիմնադիրը իդեմս Նարինե Հարությունյանի իր մտքերով, իր գեղեցիկ եւ լուսավոր գաղափարներով ունի այդ բոլոր հնարավորությունները, որ մեր կանայք լինեն եւ շատ կանանցի, եւ շատ հայկական, եւ շատ ժամանակակից։ Շնորհակալ եմ ձեզ, նորանոր հաջողություններ եմ մաղթում եւ հուսով եմ, որ մենք էլի հնարավորություններ ունենալու ենք զրուցելու։ Մեծ սիրով։ Շնորհակալ եմ շատ։ Желаю больше счастливых и добрых историй в вашем проекте. Спасибо огромное. Իսկ դա նա է, որ ինչքան շատ երջանիկ կանայք լինեն, այնքան մենք ավելի շատ այստեղ կլսենք երջանիկ պատմություն։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ, Լուիզա ջան։ Այսպիսին է Նարինե Հարությունյանը առանց կարծրատիպերի։ Նարինեն ազատվել է բոլոր կարծրատիպերից եւ կարծում է, եթե սիրենք կյանքը, չենք ունենա կարծրատիպեր, այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։